Եկեք շերտերի բաժանենք։ Կենսաթոշակառուներ, նպաստառուներ, վարձու աշխատողներ եւ արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքներ, գործազուրկներ, աշխատուժից դուրս բնակչություն։ 6 սեգմենտի բաժանենք, դրանից ավել սեգմենտ գոյություն չունի։ Սկսենք թոշակառուներ եւ նպաստառուների։ 30,000 նպաստ, 42,000 կենսաթոշակ, նվազագույն սպառողական զամբյուղը 75,000 դրամ։ Մի դեպքում գրեթե կրկնակի, մի դեպքում գրեթե եռակի, այսպես ավելացում։ Այսինքն խոսել այն մասին, որ թոշակառուն կամ նպաստառուն 50% ավելի լավ են ապրում, դա ուղղակի անամոթություն է ու ցնդաբանություն է, ուղղակի չի կարելի դրա մասին մտածել։ Այն 190,000 գործազուրկի մասին, որ խոսեցինք, գործազուրկները դեն ժամանակ էլ գործ չունեն, հիմա էլ չունեն, բնականաբար նպաստառ են կամ եւ այլն, հետեւաբար չեն կարող 50%-ով լավ ապրել։ Արտագնա աշխատանքի մեկնողները նույն նաև ցուցանիշ հրապարակվեց 38%-ով մասնավոր փոխանցումները նվազել են։ Ինչի հաշվին է դա տեղի ունենում։ Ռուսաստանի տնտեսությունով պայմանավորված, որովհետև մեր արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասամբ այնտեղ են հենց գնում եւ ռուբլու փոխարժեքի անկմամբ։ Եթե ժամանակին օրինակ 100,000 ռուբլի ստացողը Հայաստանում դա 8 փոխարժեքի պարագայում 800,000 դրամ գումար էր անում, հիմա դա անում է այս պահի փոխարժեքով 480,000 դրամ, եթե հետ են գնում 1 տարի եւ Փաշինյանի կառավարման ժամանակահատված կհիշեք նույնիսկ 2.3 էր դարձել փոխարժեքը, այսինքն 200 քանի հազար դրամ, հետեւաբար նրանք ավելի աղքատացան եւ ոչ թե 50%-ով ավելի սկսեցին լավ ապրել։ Ինչ վերաբերում է վարձու աշխատողներին, ապա աշխատավարձը բարձր է բացառապես հանքարդյունաբերության ոլորտում, բարձր է կապի օպերատորներ, բաշխից ցանցեր, էլեկտրաէներգիա, գազ եւ այլնի ոլորտում, բանկային ապահովագրական ֆինանսական ոլորտում եւ որոշակի չափով էլ IT ոլորտում։ Այսինքն այս 5 ճյուղերի ընդ որում բարձր պաշտոն զբաղեցնող անձանց եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների բարձր աշխատավարձեր ընդհանուր քանակի վրա բաժանելով միջին ցուցանիշը լավ է ստացվում։ Այ մի օրինակ եմ միշտ բերում էլի, Տնօրենը 10 միլիոն դրամ է ստանում աշխատակից 100,000, ասում մեր մոտ միջին աշխատավարձը դե հաշվեք։ Եթե մենք երկուսս էլ մի ամբողջ օր սոված ենք եղել եւ ես մի հատ բուտերբրոդ եմ կերել, հետո միջինով ասում ենք դե երկուսս էլ կուշտենք, որովհետեւ մի բուտերբրոդի երկու մասի բաժանեց, բայց իրականում ես եմ կել, դուք ոչինչ չեք կել, դուք շարունակում եք մնալ սոված։